Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս է իր մոտ ու ասաց. «Ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Սա է, որի մասին ես ասում էի. ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ»։ Եկեք մի պահ մտածենք, թե իրերը կամ առարկաները և կամ մարդիկ ինչպիսի ստվեր են թողնում մեր շուրջը, երբ արևի շողերը հասնում են նրանց։ Շատ հաճախ մենք մեր երեխաների հետ խաղի բռնվելիս փորձում ենք պատի վրա արտահայտվող ստվերի միջոցով կենդանակերպ պատկերներ կամ իրեր ստանալ, որսալով արևի շողերը մեր ձեռքերի օգնությամբ։ Հովհաննեսի ավետարանում, ավետարանի հենց սկզբից մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ գալով մարդկային մարմնին ոչ բնորոշ ստվեր է ուրվագծում իր շուրջը։ Խաչը իր ստվերն է գցում Քրիստոսի կյանքի վրա և դառնում իր աշխարհ գալու առաքելության կենտրոնն ու նպատակը։ Մինչ նայում ենք Հիսուս Քրիստոսի կյանքին Աստծո լույսի ներքո, մինչ ականատես ենք լինում իր ընթացքին ավետարանի միջոցով, խաչը ուրվագծվում է ամենուր։ Կյանքի և լույսի աղբյուր հանդիսացող Քրիստոսը մարթանալով հոժարակամ իր վրա է հագնում խաչի ստվերը։ Հիսուսի ժամանակակիցներից շատ քչերը կարողացան տեսնել խաչի ստվերը Հիսուսի կյանքում։ Նրանցից մեկը, Հովհաննես Մկրտիչը, տեսնելով նրան բարձրաձայն աղաղակում է. «Ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը»։ Միակ միջոցը, որով գառը կարող էր հաշտություն բերել Աստծո և մարդու միջև, մորթվելն էր։ Հովհաննեսը Հիսուսին նայելիս մարդկային կերպարից առավել խաչը տեսավ, կյանք ունեցողի մեջ կյանք տվողը տեսավ։ Նա տեսավ այն միակ գառնուկին, որ կարող էր բոլոր մարդկանց մեղքերի համար իր կյանքը դնել և տարածել իր ստվերը ու վեր բարձրացնել աշխարհի մեղքը։ Սրանով խաչի ստվերը առանձնանում և տարբերվում է աշխարհի վրա արտահայտվող մնացած բոլոր ստվերներից։ Միայն Քրիստոսի ստվերի տակ մենք ունենք ազատագրում մեղքի բեռից և հաշտություն Աստծո հետ։ Միայն խաչի ստվերի տակ մենք կարող ենք առնչվել կյանքի ու լույսի աղբյուր հանդիսացող Քրիստոսի հետ։ Միայն խաչի ստվերի տակ կարող ենք ճանաչել իրական Քրիստոսին։ Եկեք այսօր ինքներս մեզ հարցնենք, թե մենք ինչ ենք տեսնում, երբ նայում ենք Քրիստոսի կյանքին։ Ինչ ենք փնտրում Քրիստոսի մեջ կամ նրա միջոցով մեր կյանքի համար։ Արդյոք մնայուն կերպով տեսնում ենք խաչի ստվերը արտահայտված նրանով։ Տեր, օգնիր ինձ միշտ մնամ քո խաչի ստվերի տակ և ուրիշ ստվերներ չփնտրեմ։ Ամեն։